Թուրքիայի հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան կարգավորման առումով նաև պայմանավորված են նրանով, որ իրենք չեն ցանկանում որևէ կերպ դուրս մնալ այս գործընթացում ասելիք ունեցողի դիրքից, այն որ Թրիփը եւ ամերիկացիները միջնորդությամբ տեղի ունեցավ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը եւ ամերիկյան էական ներգրավվածությամբ էր թուրքական կողմի համար բավականին լարում էր առաջացրել հենց թուրք-ադրբեջանական տիրույթում, որովհետեւ իրենք կցանկանային լինել այս միջնորդը, շատ դժվար կլիներ դա պատկերացնել, բայց կարող էին նաեւ փորձել ուրեմն այդ դերակատարությունն ունենալ, այսինքն Թուրքիան չի դադարեցնում հիշեցնել, որ այս հարցում ինքն ասելիք ունի եւ իրենցով նաեւ ինչ որ հարցեր պիտի պայմանավորված լինեն, ինչը մեզ օրինակ պետք չէ, մենք դեմ չենք հաստատ ամերիկյան միջնորդությամբ շարունակել այս խոսակցությունն ըստիս։ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը չնայած նրան, որ տևական ժամանակ լսել էինք, այ դե կտեսնենք հələ թող ընտրությունները լինեն, դեռ թող ընտրությունները լինեն Հայաստանում, դրանից հետո կխոսենք։ Հիմա այդ ընտրություններն եղել են եւ փաստացի ոչ միայն կրկնեմ վերադարձ չկա կամ դերական արձագանքները շատ չեն, այլև իրենք վերաակտիվացրել են կամ ակտիվ են պահում այն խոսույթը, որը խաղաղությանը առանձնապես չի նպաստում, չնայած պիտի չմոռանանք, որ ընտրություններից հետո էր, որ Ալիևի օգնական Հաջիևը Հայաստան այց ունեցավ, ինչով ցույց տվեցին, որ իրենք այս ադմինիստրացիայի հետ Հայաստանի շարունակում են խոսել եւ օրակարգը պահել ակտուալ։ Աշտանը կերևա, ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը առավելապես կենտրոնանալու է սահմանադրական փոփոխության կամ նոր սահմանության կամ սահմանադրական հանրակրվեի վրա, որը ես միշտ եմ գտել, որ փակուղային իրավիճակ է, որովհետև եթե անգամ վաղվա խորհրդարանը կամ Հայաստանի նոր խորհրդարանը կարողանա հասնել նրան, որ սահմանադրական փոփոխություն կարող է լինել, որևէ մեկը հատկապես հաշվի առնելով հունիսի 7-ի ընտրությունների փորձը չեն կարողանալու երաշխավորել, որ այդպիսի սահմանադրական փոփոխությունը կարող է ընդունվել։ Բացի ամեն ինչից պիտի հիշենք, որ Հայաստանի 90-ականներից այս կողմ կամ թերևս 91 թվից այս կողմ Հայաստանի ամենաբարձր մասնակցություն ունեցող ընտրություններին են ականատես եղել, համարյա 60% այսպիսի մասնակցություն մենք չենք ունեցել, որտեղ 400,000-ից ավել մարդ դեմ է քվեարկել գործող քաղաքական մեծամասնությանը։ Այո, ընտրակաշառքներ են եղել, այդ մասին գիտենք, այո, շատ տարբեր հարցեր են եղել, բայց փաստ է, որ Հայաստանում կար եւ կա ոչ միայն եւ ոչ պարտադիր պրոռուսական տրամադրություններ ունեցող մարդիկ, այլև բավարար քանակով մարդիկ, որոնք դեմ են այս իշխանությանը։ Նոր մի ուշագրավ բան ասեմ, որի մասին կարծես թե շատ ակտիվ չի խոսվել, ադրբեջանահայերով բնակեցված, նախկին արդեն ադրբեջանահայերով բնակեցված Վարդենիսի շրջանի փախստականականից բառը չեմ սիրում, բայց փաստ է, գյուղերից շատ մեծ մասը, համարյա 80%-ով իշխանության ձայն չի տվել։ Սա խոսուն փաստ է։ Եվ այնտեղ չի խոսում ընտրակեղծարարության մասին։ Այնտեղ դեմ են հանդես գալիս այն ռետորաբանության եւ այն մոտեցմանը, որը վարում է այս իշխանությունը, հա։ Հիմա սրանք բոլորը պիտի մեզ համար, որտեղ ընտրական վարքագիծը, որ տեղի է ունեցել հունիսի 7-ին, պետք է շատ ավելի լուրջ վերլուծել։ Ընտրությունների որակը նույնպես պրոբլեմային է, հա։ Ինչպես ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունը նայեք։ Նույնիսկ մեր տեղական դիտորդական առաքելությունների հայտարարություններն են խոսում, որ այն որակը չէ, ինչ մենք կուզեինք 2018-ից հետո։ Եվ ես մի ուրիշ բան ասեմ, առաջիկայում ունենալու ենք նաև տեղական, մի քիչ փոխում եմ թեման, բայց կարծում եմ սրանք կարևոր են, որ եւ Ադրբեջանն էլ ուրեմն հաճախ սպեկուլյատիվ դրա վրա է կառուցում իր քաղաքացիությունը։ Դե ասում եմ, տեսեք, ձեր ժողովուրդը չի ուզում սա, ինչի պիտի մենք այս կամ այն բանը ստորագրենք, հա։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, երբ այսպես ասած չափից դուրս արագ խաղաղասերի դիրքով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մոտեցմանը Հայաստանի բնակչության մի մեծ մասը դեմ է։ Եվ սա ոչ պարտադիր վախերով կամ Ռուսաստանով է պայմանավորված։ Ես ուզում սա էլ առանձնացնենք, հա։ Այսինքն, այո, քաղաքական ուժերը կարող են սև ու սպիտակացնել իրերի դրությունը, միմյանց դավաճան եւ այլն անվանելով, բայց իրողությունները տարբեր են եւ կարծում եմ, որ շատ լուրջ եզրակացություններ պետք է արվեն այս ընտրություններից ընդհանուր առմամբ Հայաստանում հանրության մոտեցումների եւ նախասիրությունների տեսանկյունից, հուսով եմ, որ քաղաքական մեծամասնությունն այս հետևություններն անելու է։ Առնվազն 2018 թվականից սկսած կոռուպցիան Հայաստանում ձևակերպվել եւ հռչակվել է որպես ազգային անվտանգության խնդիր։ Ձևավորվել են կոռուպցիայի դեմ պայքարող պետական ինստիտուտներ, մասնավորապես 3 հիմնական կառույց, հակակոռուպցիոն կոմիտեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եւ հակակոռուպցիոն դատարանները։
Սրանք կարևոր ինստիտուտներ են, որոնց հիմնական գործը հենց կոռուպցիայի հետ առնչվել առնչվելն է, չեմ էլ խոսում վերահսկողական մարմինները, որոնք կային եւ որոնք տարբեր ինստիտուտների ներսում նաեւ ներքին կոռուպցիոն խնդիրներով զբաղվող են։ Հիմա դրանց էֆեկտիվության հարցը կարող են քննարկել, ասենք օրինակ մասնագետները, մասնավորապես եւ քաղաքացիական եւ այն մասնագիտացված կառույցները, օրինակ Transparency International-ը եւ միսերոնք հետեւում են այս կառույցների աշխատանքի արդյունավետությանը, նրանք ավելի լավ կգնահատեն, թե որքանով են արդյունավետ աշխատել, բայց տեսանք, որ ընտրակաշառքների տեսանկյունից առնվազն հակակոռուպցիոն կոմիտեն հսկայական գործեր անում։ Հակակոռուպցիոն դատարանը եւ քրեականը եւ քաղաքացիականը պետք է նայել նրանց վճիռներին եւ դրանց քանակին, որովհետեւ դրանք բավականին լուրջ աշխատող կառույցներ են, բայց կարծրեմ, որ տեղեր կան, որ ուշացնում են շատ հարցեր։ Բայց թե կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ինչեր կարող են լինել, սրանք մտահոգիչ են։ Օրինակ, ժամանակային խնդիրը, հա, ինչու է դա արվում հիմա կոնկրետ, այսինքն ինչն է, ես դեռևս ներսի խոսակցությունն եմ, Հայաստանի ներսում ծավալվող խոսակցությանն եմ անդրադառնում, ինչն է պատճառը, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի դեմ այս ամբողջ արշավը սկսել է հիմա։ Եվ հիշեցնում ենք 22 թիվը։ Ինչու չէր արվում մինչ այս, եթե խնդիր էր։ Ինչու էր թույլ տրվում, որպեսզի շատ տարբեր խմբեր, որոնք որ պիտի քաղաքական դաշտից դուրս տրված լինեն, հենց այդ նույն կոռուպցիայի պատճառով թույլ էր տրվել իրենց շարունակությունը, աշխատանքը, գործունեությունը եւ հիմա ինչ որ պատճառով սկսեցին ավելի ակտիվ աշխատել։ Մենք տեսել ենք նաեւ, որ այս ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր հայտարարություններ արել, որ այլևս ներում բեկում չի լինելու։ Դե 8 տարի խոսում ենք այս մասին, հա, ինչ է փոխվել հիմա։ Այդ ինչ մի հատ նոր մի բան տեղի ունեցավ, որից հետո որոշեցին, որ այլևս ներում բեկում չի լինելու։ Այն որ ժողովրդավարությունը դրսնեի որակի հետ կապված խնդիր ունենք, ես շատ ավելի բարձր ակնկալիքներ ունեի, այսքան նույնիսկ հաշվարկի ընթացքում սխալները պիտի չլինեին, հա, այսինքն մեկ նախընտրական շրջանում ադմինիստրատիվ ռեսուրսի մասին են խոսում, ինչի պիտի այս հարցերը բարձրացվեին, մենք հույս ունեինք, որ առնվազն եթե չենք խոսում այլ ինստիտուցիոնալ ռեֆորմների մասին, ապա էլեկտորալ դեմոկրատիան, ընտրական ժողովրդավարությունը Հայաստանում կայացել էր կամ կարելի էր կայացած համարել։ Հիմա սա լեզու է դնելու հատկապես այն խմբերի եւ երկրների բերանում, որոնք որ այս իշխանություններին պիտի փորձեն լեգիտիմությունը պակասեցնել, իսկ սա առաջին հերթին Ռուսաստանն է։ Տեսնում ենք, չէ՞, ինչ են խոսում, ինչպիսի հայտարարություններ են անում։ Այլ հարց է, որ ինչ են անելու մեր այլ միջազգային պարտներները։ Ակնհայտ է, որ Եվրամիությունը աջակցելու է գործող քաղաքական մեծամասնությանը օրակարգային հարցերի շուրջ։ Միացյալ Նահանգների այս վարչակազմի համար ժողովրդավարությունը կարծես թե առանցքային չէ, այսինքն իրենք դրա հիմքով չէ, որ հարաբերություններ են կառուցում որևէ երկրի հետ, բայց մեզ համար առաջին հերթին մեր ներքին տիրույթում է պետք, որպեսզի սրանք կայանան, եւ մենք բավական քաղաքացիական ակտորներ ունենք, որոնք բավականին բարձրաձայն քննարկում եւ խոսում են այս հարցի շուրջ։ Ես կարծում եմ, որ watchdog կոչվածի, այսինքն վերահսկողի ֆունկցիան պետք չէ թուլանալ եւ պետք չէ համարել, թե այ գիտեք ինչ կա, այլևս ժողովրդավարությունը, ընտրական ժողովրդավարությունը կայացած է։ Սա անվերջ աշխատանք է եւ անդադար պետք է այս ուղղությամբ Տեսեք, ես հարցը դրեցի այսպես, ժողովրդավարությունը եւ պայքարը։ Մենք խոսեցինք արդյունավետության մասին, բայց ես հարց եմ բարձրացնում եւ հանրությունը ես չեմ բարձրացնում։ Ես հանրության կողմից քննարկվող հարցն եմ բերում այստեղ մեր ստուդիա քննարկելու։ Մի բան է արդյունավետություն պայքարի մեջ, մյուս բան է ինչ ոճով ես դու դա անում, մարդու իրավունքների խախտումով ես դու դա անում, թե ոչ։ Նույն դատարանում դատապաշտպան գոյություն ունի ցանկացած մարդու համար, ով բեղադրվում է ինչ-որ հանցագործության մեջ։ Այսինքն, մեր հասարակությունը չի ասում ինչու ես հետապնդում, մեր հասարակությունը ասում է ինչու ես դա այդպես անում, ինչպես դու անում ես։ Եվ իմ հարցն էր, դա ընդունված ձև է միջազգային պարտներների աչքում, եթե մեր հասարակության աչքում դա չի ընդունվում։ Հասարակությունը ընդվզում է, ասում է չկրկնեմ, արդյունավետությունը եւ այն թե ինչպես ես դու անում, դրանք մի քիչ տարբեր բաներ են։ Թե դա նորմալ է, մենք սովոր չենք, պարզապես պետք է մենք էլ սովորենք, որ այդպես կարող են մարդուն փողոցում բռնել, չնկարագրեմ այն ամենը, ինչ մենք տեսնում ենք։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից, եթե կուզեք, մաքիավելիստական նպատակն արդարացնում է միջոցները, խոսույթի կամ
կամ տրամաբանության մեջ ես կասեի մեր հանրության մեծ մասի համար ընդունելի կլինի։ Եթե այդ միջոցը նպատակին հասնելու համար է։ Այո, անխոս եւ ոչ թե կոնկրետ մարդկանց թիրախավորելու։ Եվ եթե դրանք եւ եթե դա ընդհանրապես կիրառվում է բոլորի նկատմամբ։ Դա էլ է նպատակի մեջ մտնում։ Տեսեք, երբ որ մեկը այդ ահի մթնոլորտի ստեղծումը կամ այդ ցուցադրությունը եւս գուցե նպատակի մեջ է։ Գիտեք, այո, գուցե դա էլ մասն է այս ամենի, բայց ավելի կարևորը լինելու ձեր ասած արդյունքները։ Ինչ ենք ստանալու դրա արդյունքում։ Արդյոք այն ինչի կհասնեն օրինակ կոնկրետ մարդկանց թալանացը վերադարձնելու տեսանկյունից 8 տարի է կրկնեմ այս մասին ենք խոսում, հա, ինչ-որ տարբեր փուլերում տարբեր բաներ արվում են, տարբեր հարցեր կան, որոնք շատ դժվար է անել, որովհետև տասնյակ տարիներով ամենատարբեր պետական կառույցների ներգրավմամբ հողից մինչև, չգիտեմ, ունեցվածքի է խլվել, հանրային շահ չի եղել, մարդիկ մեծ գումարներ են վաստակել եւ որոշ դեպքերում ամենա անհնար է հասնել դրա աղբյուրին։ Հիմա տեսնում եւ ականատեսնենք լինում դրա։ Առանձին տեսանելի մարդիկ, որոնք նաեւ քաղաքականապես ակտիվ են թիրախում հայտնվելով, նաեւ առիթ են տալիս ասելու, որ սա, այսպես ասած, ընտրական ժողովրդավարություն է, եթե կուզեք, կիրառվում։ Ժողովրդավարություն չասենք կամ ընտրաբար են փորձում, այսպես ասած, թալանի վերադարձ իրականացնել, բայց սրանք էլ մի կողմ դրած։ Ես իսկապես բոլորս պիտի մտահոգ լինենք, որ ոչ այն մարդու իրավունքների, այո, առաջին հերթին մարդու իրավունքների, բայց ընդհանուր առմամբ այն պրակտիկան, որը կիրառվում է եւ ընդունելի է դառնում եւ որևէ կերպ չի դատապարտվում, կարող է դառնալ նորմ եւ որևէ մեկը դրանից ուրեմն կարող է ազատված չլինել, զերծ չմնալ։ Ուրեմն սրանք իհարկե խնդիրներ են, բայց դրա հետ մեկտեղ եկեք ավելի լայն քննարկում ծավալենք այն մասին, թե բա ինչպես անել դա, հա? Սա էլ է մեծ խնդիր, դիլեմաներ կան, այսինքն այստեղ մի պատասխան չկա ըստիս, ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ իրենք գործող քաղաքական մեծամասնությունը կարծում է, թե հերթական կարտ պլանշն ունի անելու այն ինչ ուզում է, եւ դրա համար առնվազն արևմուտքից չի դատապարտվելու, բայց չպետք է մոռանալ, որ այդ արևմուտքը շատ տարբեր եւ բազմաթև է։ Այնտեղ կարող է պաշտոնական մակարդակում աջակցություն ստանալ այս կամ այն, հա, այսպես ասած կոռուպցիայի դեպքի հետևից գնալիս, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանը նաեւ տարբեր այլ չափորոշիչներով կարող է կորցնել իր այն դիրքերը, որը ստացել էր, հա, կոռուպցիայի համաթիվ, խոսքի ազատություն, փառքաստու, որը դեռ այնուամենայնիվ ունենք, ինտերնետ ազատությունների մակարդակ, որով աշխարհում առաջատարներից ենք, սրանք եւ արձագանքը կարող է անմիջական չլինել, այլ հետագայում դրանք հետո են կառուցվում, հենց այդպես, այսինքն սրանք դրանք հիմա չեն, այսօրվա գործողությունները հաջորդ տարվա համաթվերում են դրսևորվում կամ արտացոլվում եւ այլն։ Տեսնենք, կրկնեմ, քաղաքական հռետորաբանության եւ հայտարարությունների մակարդակով կրկին լսում ենք այն մասին, որ այլևս ներում բեկում չի լինելու, ժամանակը ցույց կտա։ Ես կարծեմ ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք Իսրայելի հետ հարաբերությունները հնարավորինս խորացնել, բայց սա չպետք է լինի ի հաշիվ մեր հարաբերությունների Իրանի հետ։ Տևական ժամանակ մենք բարդություններ ենք ունեցել անգամ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալու։ Դեռ 2001-2-ից սկսել են բանակցությունները, 2004-ին, եթե չեմ սխալվում, մենք ունեցանք հարաբերություններ եւ ռեզիդենտ դեսպան ունեցանք միայն 2019 թվականին, այսօր էլ ունենք եւ փառքաստու։ Մենք Իսրայելի հետ ունենք բազմաշերտ տարբեր եւ խնդիրներ եւ հարաբերություններում մինչ այս եղած ուրեմն խնդիրներ, առաջինը եւ որքան էլ Հայաստանի Հանրապետությունը փորձի ծերծ մնալ սրանից, Երուսաղեմի հարցն է, Երուսաղեմի հայկական թաղամասի հարցն է, սրա մասին չպետք է մոռանանք, որտեղ մենք այնուամենայնիվ որոշ բարդ հարաբերություններ ունենք։ Բայց սա Հայաստանի Հանրապետության խնդիրը չի, եթե կուզեք, ունենք Երուսաղեմի պատրիարքությունը, չնայած ուզենք թե չուզենք, կրկնեմ, Հայաստանն էլ սրա մեջ ներգրավված է։ Ես կարծեմ, որ պիտի շատ զգույշ լինենք եւ հայտարարություններում հատկապես պաշտոնական մակարդակում, օրինակ պատերազմի օրերին Իսրայելի կողմից որոշ աջակցություններ առաջարկվում, մենք պաշտոնապես ասացինք, մեզ ձեր աջակցությունը պետք չէ, գնացեք գրողից օծը, պաշտոնական մակարդակում ասացինք սա։ Այսպիսի անհեռատես հայտարարություններ առնվազն պետք չէ անել։ Հայ ցեղասպանության հետ կապված իսրայելական կնեսետում դրա ընդունումը
Եվս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերություններից դուրս է։ Այն երկրները, որոնք Թուրքիայի դեմ որպես լծակ ուզում են օգտագործել, դա անելու են առանց մեր նույնիսկ որևէ բան անելու, բայց սա ընդհանուր առմամբ լավ է։ Ճիշտ են անում, թող ընդունեն, իհարկե, որքան շատ երկիր ճանաչի հայոց ցեղասպանությունը, այդքան լավ է ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ այո, կարող է Իսրայելի հետ հարաբերությունները դրական ազդեցություն ունենալ հայ-ամերիկյանի վրա եւս, բայց դա չի առանցքը հայ-ամերիկյան հարաբերությունների։ Դա մեզ կարող է օգնել շատ, աջակցել շատ կոնկրետ հարցերում։ Մենք 2006-7 թվականներին առաջին անգամ Եվ ենթադրում եմ, որ հերթադիտողը Միացյալ Նահանգներից էր զանգում, կարողացանք USAPAC-ի, այսինքն Ամերիկայում գործող ամենաուժեղ իսրայելական կամ հրեական լոբիստական խմբի հետ համագործակցություն խորացնել, իսկ դա այլ ավելի լրջացավ, երբ տեղի ունեցավ հայտնի Մարմարայի դեպքը, այսինքն երբ թուրք-իսրայելական հարաբերությունները սկսեցին բացական ուրեմն միտումներ դրսևորել, նաև իսրայելական լոբին, իսրայելական չասեմ, հրեական լոբին, որտեղ դրանք տարբեր են Իսրայելը տարբեր դրսևորումներ ունի Միացյալ Նահանգներում, սկսեց սերտորեն համագործակցել հայկական լոբիստական խմբերի հետ, հենց նաև հայոց ցեղասպանության հարցում, որը որոշ լրացիչ դռներ բացեցին մեզ համար, արդեն ավանդական դարձած Միացյալ Նահանգների օրենսդիրում, կոնգրեսում եւ սենատում։ Կարևորագույն ուղղություն է, ես կարծեմ, որ Իսրայելի հետ մենք պիտի խորացնենք մեր հարաբերությունները եւ դա չպայմանավորենք որևէ երրորդ երկրի հետ, լինի դա Իրանը, լինի դա Թուրքիան, լինի դա Մերձավոր Արևելքի մեզ համար բարեկամ երկրները, եւ այս ուղղությամբ անելիքը շատ է, առնվազն այն փաստը, որ մենք ռեզիդենտ դեսպանությունն ենք այնտեղ, սա շատ լավ է, ես կուզեի, որպեսզի Հայաստանում եւս Իսրայելի դեսպանություն բացվեր, որպեսզի հարաբերությունների ակտիվացումը ել ավելի հնարավոր լիներ եւ կարծեմ, որ հիմա լավ փուլ է դա անելու, բայց կրկնեմ, ոչ թե միավորվելով Իսրայել, Կիպրոս, Հունաստան ընդդեմ Թուրքիայի տրամաբանության մեջ, այլև հնարավորինս երկկողմը խորացնելով։ Անդրադառնանք այնուամենայնիվ, այո, այդ ճանաչմանը կառավարության կողմից Իսրայելի եւ Քնեսետում սպասվելիք ամենայն դեպս քննարկման այս հարցի կարծում եք արդյոք, որ դա այս անգամ Իսրայելը համարում է, որ ժամանակն է այս հարցը լուծել, տալ այդպիսի գնահատական, որ եղել է ցեղասպանություն Օսմանյան Թուրքիայում։ Տեսեք, տևական ժամանակ Իսրայելում եղել է խորհրդանում եղել է խմբակցություն, որը պարբերաբար հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել է։ Բերել է օրակարգ կամ մտել է արտաքին հարաբերությունների հանձնաժողով կամ չի մտել, եւ դա որպես լծակ օգտագործվել է։ Այս անգամ չենք բայց ես չեմ կարծում, որովհետեւ մենք էլ ենք պրագմատիկ դարձել։ Մենք էլ էմոցիոնալ չենք վերաբերում այս հարցին այլևս, որովհետև ուզենք թե չուզենք հայոց ցեղասպանության հարցն այլևս միայն էմոցիոնալ խոսակցության տիրույթում չի, սա քաղաքականության մաս է, ճանաչման հարցը ես նկատի ունեմ։ Եվ այս տեսանկյունից սա ակնհայտ է դարձնում, սա Իսրայելի որոշումն է։ Իրենք են որոշում։ Դրա բարոյայթիկական հատվածը մի կողմ եմ դնում։ Իրենք սա Թուրքիայի հետ կապված օրակարգային են դարձրել, նաև որպեսզի ցույց տան եւ ճնշեն Թուրքիայի դեմ եւ նաև պատասխանեն նրան, որ Իսրայելը մեղադրվում է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ, սրանք փաթեթի մաս են, բայց կրկնեմ, ընդհանուր առմամբ սա Հայաստանի Հանրապետության ջանքերով չի պայմանավորված, այլև հենց Իսրայելի առաջնահերթություններով։